Հատակված մեր հերոսների հիշատակը, նրանց սխրանքն անմահ է, նրանց անունը յուրաքանչյուրիս սրտում։ Цена, что у Рантова. Իմ հայ ժողովուրդ, իմ արցախցիներ, եկեք այսօրվա հանրահավաքը տերունական աղոթքով սկսենք։ Օրհնյալ Տեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեցի արքայություն քո, Եղիցին կանքով, որպես երկինս և երկրին, զհաց մեր հնապազորդ, ուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես եմեք թունք մերոց պարդաբանած, և մի դաներս մեզ ի փորձություն, այլ փրկյաց մեզի չարել, սիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն, Զգործս ձեռած բերոց ու իգարայի մեզ դեր և զգործս ձեռած բերոց հաջորյան մեզ ամեն։ Սիրելի ներկաներ, իմ հայ ժողովուրդ, իմ արցախցիներ, ես միշտ ձեր հետ եմ, ձեր կողքին, Արցախը մեզ է սպասում։ Տեր Հովհաննես Քահանա Հովհաննիսյան, շնորհակալ ենք։ Սիրելի հայրենակիցներ, այս ցավը միայն Արցախի հայության ցավը չէ, այլ արժանապատվություն ունեցող ողջ հայ ժողովրդինը, որ ապրում է Հայաստան Սփյուռք Արցախ եռամիասնության գիտակցումով, չտարանջատելով հային աշխարհագրական տարածքով։ Այս ցավը այն հայինն է, որ Հայաստանից ու ողջ աշխարհից իր սիրտն ու հոգին, իր ջերմությունը, իր խոսքն ու գործն է ներդնում հանուն ազգի միասնության։ Շնորհակալություն ենք հայտնում աշխարհի սրտացավ ողջ հայությանը, այն անձանց ու կազմակերպություններին, որոնք սատարում են մեզ։ Շնորհակալ ենք, որ այսօր մեր կողքին եք։ Հանրահավաքի սիրելի մասնակիցներ, խնդրում և հորդորում ենք ձեզ պահպանել հասարակական կարգը, չտրվել սադրանքների, նման իրավիճակներում դիմել ոստիկանության ծառայողներին, խնդրում ենք նաև պահպանել միջավայրի մաքրությունը։ Արցախի և Հայաստանի հասարակական շրջանակները արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդում համախմբվել են միասնական ձայնով պահանջ ներկայացնելու մեր իրավունքների վերականգնման և պաշտպանության համար։ Այսօր տնավեր ու բնավեր Արցախցին կորացած է ոչ միայն սոցիալական զրկանքներից, այլև իր պապենական տունուտեղի, հող ու ջրի, սրբությունների կորստից, որդու հարազատի շիրիմին ծաղիկ խոնարհելու զրկանքից։ Սա ոչ միայն արցախցու ցավն է, այլ ողջ հայ ժողովրդի։ Մենք պայքարելու ենք,
Շարունակելու ենք պահանջել իրավական, անվտանգային և քաղաքական լուծումներ մեր հիմնախնդիրներին։ Մենք անհնար բան չենք պահանջում։ Սրանք անհատի և ժողովրդի իրավունքներն են, որոնք ամրագրված և պաշտպանված են միջազգային կոնվենցիաներով ու միջազգային դատարանների ակտերով։ Այդ փաստաթղթերի ուժը, ցավոք, Արցախցին իր մաշկի վրա չի զգում և չի տեսնում իրական կյանքում դրա կիրարկումը։ Ելույթի համար խոսքը տրվում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանին։ Սիրելի հայրենակիցներ, այդ հոտ բազմությունը տեսնելով ինձնից անկախ մոտովի վերադարձա Ստեփանակերտի վերածննդի հրապարակ, երբ բոլորս միասին կանգնած և փորձում ենք մեր ձայնը լսելի դարձնել միջազգային հանրության համար։ Եվ տեսանք, թե ինչ եղավ, բայց այս հրապարակում հավաքված մարդիկ հավաքվել են ևս մեկ անգամ ասելու, որ աշխարհի աչքի առաջ մեզ բռնությամբ զրկել են մեր հայրենիքից, բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք մեր հայրենիքից։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ իմ խոսքը սկսել մի շատ կարևոր կետից։